Բարև ձեզ, ես Լուսինե Կիրակոսյանն եմ, մաշկաբան տրիխոլոգ։ Այսօր անդրադառնալու ենք մազաթափության թեմային, քանի որ այն շատ տարածված է եւ բոլորս գոնե մեկ անգամ ունենում ենք այս խնդիրը եւ պետք է հասկանանք որտեղից սկսել եւ ինչպես բուժել այն։ Քանի որ շատ տարածված է այն միֆը, որ մազաթափությունը ինքը կարող է ինքնուրույն անցնել եւ շատ ուշ են դիմում մասնագետին եւ ցավոք ինչքան ուշ ենք դիմում, այնքան վատ արդյունքներ ենք գրանցում։ Ինչ պետք է անել, որպեսզի հասկանալ, մեր մոտ անցողիկ մազաթափություն է, ֆիզիոլոգիական է, այն մի քանի ամսում կարող է ինքնուրույն վերականգնվել, թե ախտաբանական որևէ պատճառ կա, այսինքն ախտաբանական մազաթափություն է։ Առաջնահերթ պետք է դիմել իհարկե մաշկաբան տրիխոլոգին, կատարել տրիխոսկոպիկ հետազոտություն, որպեսզի հասկանանք ինչ մազաթափության հետ մենք գործ ունենք։ Եթե ֆիզիոլոգիական է, կարող է նշանակվել տան խնամ կամ որոշ հետազոտություններ անենք, իմանանք ինչ միկրոէլեմենտների, վիտամինների դեֆիցիտ ունենք, լրացնենք, որպեսզի այդ ֆիզիոլոգիականն էլ շատ արագ վերականգնվի։ Այ եթե ունենք ախտաբանական մազաթափություն, այս պարագայում եւ վիտամիններ, միկրոէլեմենտներ, հորմոններ, միգուցե այդտեղ ամեն ինչ նորմալ լինի, բայց ունենանք օրինակ գենային նախատրամադրվածությամբ մազաթափություն, որի բուժումը շատ կարևոր է, որպեսզի սկսենք վաղ։ Քանզի եթե օրինակ սպիական մազաթափություն է, մենք այդ կորցրած սպիացած արդեն մազարմատները չենք կարող վերականգնել։ Կամ եթե օրինակ օջախային մազաթափություն է, այն աուտոիմուն խնդիր է ևս գենային նախատրամադրվածությամբ, որը ոչ մի միկրոէլեմենտի, վիտամինների, միներալների լրացումից չի վերականգնվելու, ունի համապատասխան բուժում։ Եվ այս ամենը պարզելուց հետո, իհարկե, ըստ ձեր մազաթափության տեսակի նշանակվելու են ձեր մազաթափությանը համապատասխան հետազոտություններ, կլինեն դա միկրոէլեմենտներ, հորմոններ, թե այլ հետազոտություններ արդեն ըստ մազաթափության տեսակի։ Իհարկե նշանակվելու է նաև տան բուժում, որը դուք կատարելու եք ինքներդ։ Դրանք կարող են լինել, օրինակ, մազաթափության համար նախատեսված շամպունների միջոցով, որոնց հիմնական նպատակը գլխի մաշկի լավ մաքրումն է։ Այդ շամպունները պետք է ունենան նաև հակաբորբոքային ազդեցություն, խոնավացնող, որպեսզի գլխամաշկը չչորացնենք, եւ այդ շամպունները գլխի մաշկը նախապատրաստում են նրան, որպեսզի արտաքին օգտագործվող միջոցները, կլինի շիճուկների տեսքով, որոնք օգտագործում են գլխի մաշկի, ներծծումը նրանց առավել լավ լինի։ Եվ մի առանձնահատկություն եւս պետք է նշենք, ոչ միշտ է, որ պետք է մեզ մազաթափությունը կանխող շամպուններ օգտագործենք, քանի որ եթե մեր գլխամաշկը որևէ խնդիր ունի, օրինակ շատ յուղոտ է, թեփոտ է, պետք է ընտրենք այդ յուղը, թեփը մաքրող շամպուններ, հակասեբորիային շամպուններ։ Եթե մեր մաշկը շատ զգայուն է, ապա պետք է օգտագործենք զգայուն մաշկի համար նախատեսված շամպուններ։ Շամպուններով լվանալուց հետո պետք է օգտագործենք այդ մազերի աճը վերականգնող դեղամիջոցներ, որոնք մազերի բարակումն են կանխում, հաստացնում են եւ խթանում են աճը, արյաշրջանառությունն են լավացնում եւ մաշկի որակը։ Եվ նշենք, որ օրինակ անդրոգենային մազաթափության ժամանակ մեզ անհրաժեշտ են մազի հաստացնող դեղամիջոցներ, որոնցից են պիլոտանտրում կոմպլեքսը կամ պրակապիլը։ Կան նաև որոշ առանձնահատկություններ կախված տարիքից, որովհետև մազաթափությանը կարող են բախվել եւ փոքրահասակները, եւ հետհասունացման շրջանում, եւ մեծահասակները։ Իհարկե, մազաթափության ժամանակ խիստ տարանջատում չկա, այս մազաթափությունը միայն բալիկների մոտ է լինում կամ մեծահասակների մոտ է լինում, սակայն պետք է նշել, որ մեծահասակների մոտ կարող է լինել օրինակ սպիական մազաթափություն, որը ավելի հաճախ է պատահում, իսկ դեռահասության շրջանում շատ կարևոր է, որ ուշադրություն դարձնենք, եթե երեխայի մազերը սկսվել է թափել եւ մենք բավականին նոսրացում ենք
նկատում, պետք է անպայման մասնագետին դիմել, քանի որ կարող է արդեն անդրոգենային մազաթափություն լինել, եւ որքան վաղ մենք դա կանխենք, այնքան ավելի արդյունավետ կլինի մեր բուժումը։ Եվ միայն տնային խնամքի միջոցով մենք կկարողանանք վերականգնել մազերը, քանի որ ինչքան ուշ են դիմում, այնքան մեզ տան խնամքից բացի անհրաժեշտ են լինում նաև օգտագործել բուժական որոշ միջամտություններ, օրինակ մեզոթերապիաներ, պլազմոթերապիաներ, լուսաբուժություն կամ լազերաբուժություն, եւ որոշ դեպքերում միայն այս ամենի համակցությունը բերում է մեր ուզած ցանկալի արդյունքին։ Եվ պետք է հիշել, որքան վաղ ենք դիմում մասնագետի, այնքան ավելի մեղմ են լինում բուժական միջամտությունները, այսինքն կարող եք միայն տան խնամքով հասնել ձեր ուզած արդյունքին։ Եթե ուշ ենք դիմում, արդեն պետք է գալիս բացի տան խնամքից նաև բուժական միջամտություններ, մեզո, պլազմո, լազեր կամ այդ ամեն ինչի համակցությունը։ Եվ ինչ կարող ենք ասել որպես ամփոփում, եթե ունենք գլխամաշկի որևէ խնդիր կամ մազաթափություն, առաջնահերթ պետք է դիմել մաշկաբան տրիխոլոգին։ Իհարկե, անպայման կատարել տրիխոսկոպիկ հետազոտություններ, հանձնել համապատասխան անալիզները եւ բուժման այդ ամբողջ կուրսը պետք է լիովին անցնել, քանի որ մազերի աճը նկատվում է միայն բուժումը սկսելուց 3-4 ամիս անց, եւ հրաշքներ չեն լինում, 2 շաբաթում ոչ ոքի մազերը չեն վերականգնում։ Եվ այսքանով եղեք առողջ եւ տեղեկացված։